Բարև ձեզ հարգելի հետևորդներ, շարունակում ենք մեր հերթական հաղորդումը։ Մինչ բուն հաղորդման անցնելը կխնդրեմ ձեզ բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին, սեղմեք զանգակ, դրեք լայք, ինչպես նաև կարող եք կիսվել ձեր ընկերների եւ ձեր բարեկամների հետ։ Կարող եք կիսվել նաև բարձր դասանի երեխաների եւ ուսանողների հետ, քանի որ իմ հաղորդումը զարգացնում է վերլուծելու եւ տրամաբանելու ունակությունը։ Իսկ ովքեր կցանկանան գրանցվել մեր նորաստեղծ Քոչարի ազգային վերածնունդ կուսակցությանը, կխնդրեմ ձեզ ուղարկեք ձեր անձնագրի նկարը, ուղղակի դրեք սեղանի վրա, մատ վրա մի դրեք, լավ բացեք, այն նկարի էջը լրիվ երկու էջը իրար հետ, եթե ունեք գրանցում գրանցման էջը։ Եվ վերջին էջը, գրանցման էջը որտեղ ունեք, կամ վերցնում եք ձեր ID քարտը, երկու կողմից նկարում եք եւ ուղարկում եք ինձ։ Շնորհակալություն եմ ուզում հայտնել բոլոր այն հետևորդներին, որոնք նայում են, շնորհակալություն եմ ուզում հայտնել բոլոր այն հետևորդներին, ովքեր նոր են բաժանորդագրվել, օրեցօր ավելանում են, սա նշանակում է, որ մենք ճիշտ ճանապարհի վրա ենք, տալիս ենք ազգային տեղեկատվություն եւ ազգը կարիք ունի ճիշտ վերլուծության։ Սկսենք հաղորդումը։ Նախ ամենաառաջինը հաղորդումը ուզում եմ սկսել ծիծաղելի քարոզարշավով, որը գնում է Գյումրիում եւ Փարաքարում, որը կարելի է անվանել նույնիսկ ոչիլ փարթի, ինչի որտեվ մասնակիցները, ովքեր դրել են քաղաքապետի տեխնացու, ոչ լոտ են, ոչիլից ոչինչով չեն տարբերվում։ Էլ չասեմ, որ Վարդանիկն է գորգռում ընդեղ, զենք էինք արտադրում, թուրքեր վախում, Վարդանիկ 20 տարի բոլոր իշխանավորների տակը լենքին պարկած է եղել, այդ թվում նաև Նիկոլ Փաշինյանը։ Չեմ ուզում անդրադառնալ մնացած սարիկ մարիկներին, մենակ Սուրեն Սուրենյանցին, որ եկել իբր մի հատ ինչ որ ալիքում հարցազրույց է տալիս, այդ ալիքից անունը չեմ ուզում ասեմ, քանի որ տալիքից դուր չի գալիս, թե իր վարողով, թե իր վարողի տեսքով, թե իր ռուսերեն անվանումով, ասում է, որ Արցախի հարցը փակված է։ Արտակ Սարգսյանի հարցը։ Ես շատ կարճ կանրադառնամ, քանի որ բոլորը Սուրեն Սուրենյանցին ճանաչում են որպես բոլոր իշխանությունների տակ պարկած մարդ, սկսած Լևոնից մինչև Նիկոլ, ասում է, որ Արցախյան հարցը փակված է։ Սա ինչպես ներկայացնում են գոյություն ունի ամերիկյան մի ձև, բանավեճի տեսակ, որը կոչվում է Օվերտոնի պատուհան, որի մասին շատ են գրել ամերիկացիները, հենց Մակինյան կենտրոնում է ստեղծվել սա, եւ ինչ է իրենից ներկայացնում, բաժանել են 6 փուլի, որը աշխարհի բոլոր երկրներում չընդունված ձև է։ Չընդունված ձև է, որի հիմնադիր չընդունման ամենահետաքրքիր եւ ամենազզվելի ձևը նրանք համարում են Դոնալդ Տրամփի անակնկալ իշխանության գալը։ Մի մարդու, որը Նիկոլից ոչինչով չի տարբերվում։ Ուրեմն այդ խոսքի ձևը բաժանվում է երկիր քանդելու նույն են մասոնաջհուդական տարբերակին։ Սկզբում ասում ես անհավանական բաներ, հետագայում երկրորդ փուլում դա արմատական է դարձնում։ Նույն Արցախի հարցը, չէ՞, Նիկոլը սկզբում ասում էր Արցախը Հայաստան է եւ վերջ, հետագայում պատերազմի ընթացքում արմատական մենք գնալու ենք, այս անենք, այն անենք, եթե չհանձնենք, այս կլներ 35000 գերի եւ այլն։ Հետո ընդունում ես դու այդ տարբերակը, որ դու սխալ արել ես եւ այլն, հետո ողջամիտ ես համարում այն, որ դու ճանաչում ես այդ թուրքերի մաս, հետո ստանդարտացնում ես, որ իբր աշխարհում այդպես բան կա, բայց չի եղել, վերջում էլ գործող ասում ես նորմալ է, գործնական գործունեություն ենք արել։ Այսինքն այս բոլոր գործերը ներկայացնում է բնականաբար պետության եւս մի ստոր Սուրեն Սուրենյանը։ Ուրեմն հիշեցնեմ բոլորի աշխարհում ով որ ասում է Ղարաբաղյան հարցը փակված է, ինքը հայ ազգի համար 1 թշնամին է։ Իսկ ով որ Ղարաբաղյան հարցը փակելը սկսել է Ղարաբաղի Արցախի դրոշ անարգելուց, նա հայ ազգի համար 1 թշնամին է։ Հիմա ուզում եմ կարճ էլի անդրադառնամ իմ հետևորդներից մեկը լավ էր գրել, օրական բևեռը քո համար մի տեղ ունի։ Հարգելի հետևորդ, ես մեղք չունեմ, որ իրենք մոտ կա խնդիր, իրար մեջ են կռված, իրենց չեն հարգում իրենց մեջից։ Ուրեմն բևեռի բացեմ մի հատ փակակից։ Բևեռի ղեկավարություն ժամերով ընկած եք մեր հետևից Արտակ Սարգսյանի հետևից, թե հենց արեք գայիկը մեզ չվիրավորը, ես չան ինչ ան։ Ես պահեցի, բա ձեր անդամներին դուք չեք կարող տիրություն անեք, որ այսօր էլի հայոյանք էին գրել, ջնջել եմ, սկրինշոտ ուղարկել եմ Արտակին։ Տղայեք կապնվեք, տեսեք, այդ որ ձեր անդամները, որ փաստաթղթով ստուգում ենք ձերնա, չեք կարողանում տիրություն անեք։ Դուք սկի չեք կարողանում ձեր լնգու լավազ, այլասերվածներին տիրություն անեք։ Դուք ո՞նց եք ասկ փրկելու։ Ես ուրիշ բան չասեմ, որ շատ չուրախանաք դուք էլի։ Արցախի դրոշը անարգող, ռուսական մեկը կագեբեշնիկ, մեկը սորոսական, մեկը ջհուդ կագեբեշնիկ,
դաշնակից թռած ազգի թշնամի, հայկական հատուկ զորքերը տանող, սպանող, Հայաստանում առանց քաղաքացիության 35 տարի ապրող, այն մեկը ասում է տղես չպետք է գա ծառայի Հայաստանովնա, բայց լենքը կալուկես ու ասում է տղես այնց փողորկում, ես եկել եմ ասք փրկելու, ոչ մեկի երեխեքը Հայաստանում չեն, ոչ մեկի, բոլոր երեխեքը փախած են Հայաստանից, իրանք կովջաներով Հայաստան են փրկում։ Ուրեմն էլի եմ կրկնում, ձեր ղեկավարներին հետո որ եկել է արտակի մոտ, խնդրանքով զանգեք ինձ, թե չէ ձեր բոլոր պրոթուրքական լոբիզմով իշխանության եկած հաթաթ կետերը դնելու են մեջը։ Ու դա միայն ես չեմ խոսում, բոլորը։ Այս ձեր կործանված վերջին այդ փշուրները սևեր իրական իմաստով ռուսի տակ մտնելու, որ բևերը կսարքեն, փշուր քանդելու եմ, ասել եմ ձեզ։ Եթե չեք կարողանում դուք ձեր այլասերվածներին տիրություն անեք, ես ձեզ քանդելու եմ մինչև վերջ, ձեր KGB-ի տակ մտած ու հելած ու չմտած ու չհելած ու ես եմ ինչեր։ Այսքանով փակեմ, սկսած ձեր առած կես միլիոնանոց տները։ Պապյանն ասում է իմ տղեկն են ինձ օգնում ապրեմ, բայց ինքը Հայաստան չպետք է ծառայի նովա, որ ծառայի, Հայաստան նովա, բայց Հայաստանի անունից է խոսում։ Դերեք Պապյանի ելույթները գցած է, նայեք։ Բայց Ժիրոյի տղեն ոչ ծառայել է, Հայաստանում է կես միլիոնանոց տուն առնում, Ժիրոն է քաղաքացի չի, մի օր Հայաստանում չի աշխատել։ Ինչ են ձեր տղեկը Հայաստանից փախած, չեք ուզում Հայաստանի համար որևէ գործ անեն, հա, դուք է ժողովրդից փող եք հավաքում, գիրք ենք տպում, այդ գիրքը տարեք համապատասխան հաստ հետևներով, նստեք զուգան ու հաթաթ այդ թերթերով սրբեք։ Ձեր տպած գրքերը ում ապեք դաստով նկարեք ուղարկում ես են կարել։ Բուկետ բերանս ինչ եք բացում, որ հաթաթ կպնեմ։ Միշտ այդ մի երկու հոգի մարդ կա, որոնց հետ գոնե խոսալ լինում է, Անուն չտամ այդ մարդուն չեմ ուզում ասել, գոնե ուզում է ձեր համար այսքան փրկություն ան, բայց ձեր այլասերվածները նենց են անում, որ բերանս չփակեմ։ Եթե ուզում եք լավ է, չեք կարող տիրություն անեք ձեր մարդկանց, խնդիր չկա, հաթաթ բացեն։ Անցնենք հաջորդ հարցը, որտեղ այս մարդիկ ուրախացություն են։ Գիտեք որն է դառը բևեռի համար, ժողովուրդ, մի հատ անեկդոտ կա, բոլորդ գիտեք։ Պիտի պատմեմ։ Մի փոքր Պլյուս 18-ը, բայց հայոյանքով չեմ պատմում։ Մեկը որ գնում է արջի որսի որսորդ է, գնում է սպասում է արջին, արջը բռնում է հարցերը լուծում է։ Մի հատ է գնում է որսի, ուրիշ տեղ անստում էլի արջը հարցերը լուծում, սենց 4 անգամ վերջացնում արա որսորդես թե փողոցային փչացած։ Հիմա սրանցն է։ Ձեզ ինչքան հայոյում եմ, այնքան դուք ընենց եք անում, որ հայոյեմ։ Դուք ցանկություն ունեք հայոյանքի։ Հեսա դոգը բերտից կգա գցենք դոգի ջանը, թողի ինչ ասես ասի։ Չաշված որ մենակ ես չեմ ասում, որ մարդուն բացում եք ձեր մասին, մանրամասն պատմում, մանրամասն։ Դրա համար էլ սուտ ձև եք տվել 60,000 կուսակցության անդամ ունեք, 65,000 ընտրություն արեք, 45,000-ը նվիրիք Սերժ Սարգսյանին ու Նիկոլին, փողերը վեկալակ դրեցիք ջեբը 19,000-ով էլ մարդա 10 եվրո բաժանվակ 7 մասի գնացիք 200,000 փող։ Ինչ եք թողում հաթաթ խոսամ, բուկետ բերանս մի բացեք։ 60,000 անդամ ունեք, այդ ոնց եղավ 19,000 հանեք ու չբողոքեք։ Ինչի դուք ձեր ձենի համար չպայքարեցիք։ Չշարունակեմ, Արցախի դրոշ եք անարգում։ Ձեր երեխեն պետք է չծառայի Հայաստանով, որ ծառայի։ Չէ՞։ Ինչքան ուզում եք, այնքան ասեմ, բոլորը փաստերով կա, դրեք խփեք։ 4 միլիոն տվեք Ադրբեջանը կործանեմ, 12 միլիոն տվեք Թուրքիան կործանեմ։ Բոլորը YouTube-ում կա, ինձից եք ուզում փաստեր, գնացեք նայեք, աչք չունեք։ Բացեք նայեք։ 4 միլիոնով Ադրբեջան կարաս կործանես, կամ 12-ով Թուրքիա, քոչապ խելք ունեցող չկար։ Հայերը չէին կարա, Կիպրոսցիք կտային այդ 4 միլիոնը, 5 վարկյավա գործեր։ Կամ 4-16 միլիոնի են մեր ընկերը գրել էր, ընկնավորել էր, 16 միլիոն գրել էր Պապյան, տանդ փողը չի երիքում, Կանադայի վիլա ես ուզում առնես։ Ձեր բարեկամներն են զանգում ձեզանից, աղբեր, քուր, հարս, յախաթափ տալիս, խոյեմ խոսքերը չի։ Շարունակի մեր։ Անցնենք հաջորդ հարցին։ Անցնենք Հայաստանի հարցերին, որ Ալիևը ուղղակի մեծ ատառով Նիկոլին կանգնացրեց իր թիմով, սենց գրիպախառը կոկորտով խորխեց բոլորի երեսին։ Ինչ ասեց։
Ասաց մենք ոչ մի խաղաղության պայմանագիր չունենք կնքելու, քանի որ Հայաստանի Հանրապետության ղեկավարությունը ընդհանրապես վստահություն չեն ներշնչում իրենք որպես մենք չենք ընդունում իրենց որպես մարդ։ Նիկոլ Փաշինյան Թուրքի համար ամեն ինչի տակ մտնում լմլմցնում ես։ Թուրքը Երևանում հայոյում է բռնում բաց եք թողում։ Ադրբեջանից զինվորեր կորեկե մի այլասերված սիսյանցի բիզուն չգիտեմ ինչի դրանք չկախեցին սիսյանցիկ, եթե այսքան թասիբ ունեցող տղա մնացել եք սիսյանցիներ, հետս ծառայող տղեկ այսքան թասիբ չի մնացել, այդ բիզուն կախեիք ծառից։ Բերիք տվիք Նիկոլին, Նիկոլը քնցրեց աղջկա ու կնգածոցը տարավ նվեր տվեց Ալիևին։ Ալիևի համար հետևեք ճխում, Արաբատ չխոտկա կնգատ արդեն զոնտիկ պահող չկա։ Արաբատ դու թուրքական դրոշներով մանեկող Թուրքի տակ մտած։ Մյուս են Ռուբեն Ռուբինյան Թուրքիայում հետևից պրոցես անցած թուրքական ժողովրդավարություն հիմնած։ Տեսակ ինչ ասեց, ասաց ես ձեզ չեմ հարգում։ Չկաք, դուք վստահություն չեք ներշնչում։ Դուք արել եք խաղաղության պայմանագիր, թուղթ առեն ելեք հետևնետ։ Այդ թուղթը, գիտեք, չէ ինչ են անում, ձեզ ինչ որ պետք է անելու են, հետևից է թուղթը կորուլեն, մտցնեն, ասեն դե մատ հետևից դուք նվագեք։ Այդ հենց են անելու։ Թքեց վրեքդ։ Բաց տեքստով էս է որ երրորդ անգամ թքում է։ Ադրբեջանական ալիքները դիրնային Նիկոլ քո կնոջդ աղջկատ կառավարության վրա այլասերված ինչ տեսակի հումոր ասես եթերներով գնում է։ Դու ուզում ես եղբայրանաս մի մարդու հետ, դու հասկացանք, որ տունը կինդ քեզ չի ենթարկվում, ես ինչ այլասերված պլյուս 41-ի մեջ եք տնով, դու կինդ աղջիկը, բայց քո վրայով հեռուստաընկերություններում հաղորդում անողը դու գնում ես մտնես տակը, այդ կարգի ես դու ու քո թիմը։ Եվ ես նույնը կարամ ասեմ Բևերի համար հետևորդներ, եթե դուք գնում եք թուրքական լոբիստով անցած կուսակցության համար, ուրեմն դուք անուղղակի կերպով մտնում եք այդ հանցագործության հետ։ Ժամանակը կգա, կբացենք այդ թղթերը, որ թուրքական լոբիստներն են գրանցել տվե Ամերիկայում Բևերը ու դուք պատասխան եք տալու, որ մինչև վերջ պայքարել եք, որտեղ հանցագործին փաթակցնելը դա համարում է հանցակցություն։ Տենց է, չէ՞։ Եթե մեկը մարդ ասում ես բերում պահում եմ, ես դառնում եմ հանցակից։ Հա, ես չեմ նստում այն հոդվածով, ինչով որ նստում է հանցագործը, ես նստում եմ այն մյուս հոդվածով, որ ես թաքցրել եմ հանցագործին։ Նույնն է դուք եք։ Այնպես որ նույն գծի տակ գնում եք։ Մեկը մեկից այլասերված դուսենեք է, ասկ փրկելու, էս անելու, են անելու։ Հաջորդ դերասանությունը Փարաքարի եւս մի ոչիլ պարտի, Նիկոլի կողմից մեկն է գնացել, մյուս ընդդիմությունը գնացել է ում կողմից կուշակեք։ Լուսինը 15 օրական քարփինջով երեսը շարած սուտ հացադուլ անող պերանիկներն ու ջուրը տակը դրած հատուկ վրանի մեջ պահկված Մանե Թանդիլյանի կողմից։ Մանե Թանդիլյանը որ օրվանից է դառել ընդդիմություն։ Նիկոլի տակով մեջով եկած ապրանքները ո՞նց են դառնում ընդդիմություն ժողովուրդ։ Այսինքն այս սուտ պատմությունը ձգձգելու պահն է։ Մի քանի օր է ձգենք, մի բան էլ ձգենք, կռիվ անենք, ձգենք, էս անենք, ձգենք։ Այնքան եք ձգելու, մինչև մի տեղից կտրվի։ Խո հայրենիքը ասաման չի, առանց էլ այսքան եք թողել։ Էլ չասած, որ ասում է ընտրությանը առաջ ընտրաշավի մի հատ մանկապարտեզ են բացել։ Ու այն բնակիչը Փարաքարի կամ Փարաքար համայնքի, եթե պետք է մանկապարտեզ բացելու խաթր, էլի Նիկոլ ընտրի, այդ մանկապարտեզը ոնց որ հիշեք, ոնց որ Կիրանցի եւ մնացածի պահներ նվեր են տալու թուրքերին։ Կամ թուրքին բերելու են ըտե դնեն, ասեն մի հատ ծառ տնգի, ռեշոտկա տնգի, թուրքը պետք է հետևը տապրի։ Հիշեցնեմ, եթե այդքան հիշողություններդ կարճ է, Մասիսի շրջանն է, չէ՞ գալիս, Էջմիածինն է թե Մասիսը։ Այդ տարածքում քոչվոր ադրբեջանցիներ եկել էին սովետի ստիպողաբար բնակրած ապրում էին։ Կբերի կապրասնի, ձեզ եք ասի ձեր երեխուն տանելուց ծառ տնգեք, բանը մի հատ ժեշտի շիֆեր խփեք չտեսնեք, մինչև ձեր տուն, ձեր երեխուն բռնաբարի, դուք էլ ինչ դառնաք, կամ համակերպեք բռնաբարության հետ, կամ հելեք երկրից գնաք։ Սա դիմում են բոլոր Փարաքար համայնքի բնակիչները, եթե ձեր մոտ 1 գրամ տեսողական խիղճ կա։ Ֆրանսիայի մասին է սկսել բարձրաձայնել։
Ֆրանսիայի հարցերով են սկսել բարձրաձայնել, այն մի հատ որ սղլիկ հիվանդոտ մի հատ տղա կա, ասում է Ֆրանսիան ընկած ուրանաման գալի, լավա որ Հայաստանի հետ բանակցում է։ Հա, Հայաստանում ուրանի հանքերը հայտնաբերված աշխարհում ամենամեծն է։ Ինչի չէին ասում, որտեղ ամբողջությամբ պատկանում էր ռուսներին։ Հիմա էլ է պատկանում Քոչանին, Սերժին, ռուսներին։ Իսկ այդ ուրանը երբ է մնալու Հայաստանին, որ Ֆրանսիան օգտվի։ Սա հարցի մյուս կողմն է։ Երբ է այդ ուրանի հանքը պատկանելու Հայաստանին, հա? Եթե որևէ մեկը տեղյակ չի, ես ասեմ ձեզ, որ Մեղրիում կա Մենդելեևի աղյուսակի բոլոր քիմիական տարրերը, բոլոր հանքերը կա Մեղրիում։ Ու Մեղրին, որ փորձում են ներկայացնել իբր այն տարվելու է, էսա Մեղրին չի տարվելու։ Ամենամեծ Նիկոլի, Սերժի, Լևոնի ու Ռոբի երազանքի դեպքում էլ չի լինելու։ Որտեւ սա ձերը չի, սա միջազգային հաստատված տեղ է, որը արևմուտքի մեծ քաղաքականություն է տանում դեպի Կասպից ծով, կործանելու համար այդ ռուսների ու ջհուդների ստեղծած պրոթուրքական, պանիսլամիստ, պանթուրքիզմ եւ նման իզմերը։ Պարզը։ Իսկ ինչ վերաբերվում է Թուրքիային եւ նրա Ադրբեջան կոչված արդեն կործանվող այդ նրանց գործերը շատ լուրջ է։ Նավթի գին ընկնելուց հետո եւ չասեմ Եվրոպային մի քիչ տաքացել է գազուրից ճանապարհով տալուց հետո ամեն ինչը փոխվել է եւ Սուջայի գրավումը դեռ դա չի ապացուցում, որ Ադրբեջանը կարողանալու է իր անվան տակ կաստա Եվրոպան չկապի։ Եվրոպային հայոյող, Եվրոպային վտարող, ՄԱԿ-ին վտարող, Կարմիր խաչին վտարող, Եվրոպային թշնամի արտահայտվողից Եվրոպան գազ առնելու։ Սա այն ծրագրի մասն է, որը բերելու է նույն կործանման, ինչ որ սարքում են բոլոր դիկտատորների գլխին, իհարկե դիկտատոր կա իրականը, դիկտատոր կա փչած, ոնց որ Հայաստանի 35 տարվա դիկտատորներն են եւ Ալիևը, փչած դիկտատորներ։ Ռուսը փչե, հետևներից դրե շլանգով փչե, սարքելա դիկտատոր, ոնց որ Բաշարին, ասեղը խփում են պայթում։ Այնպես որ այս գործողությունը լինելու է։ Իսկ Ադրբեջանի գլխին գալիքը շատ ավելի ցավոտ է լինելու, քան Սիրիային է։ Ես լուրջ եմ ասում։ Հիմա Ադրբեջանի կառավարությունից ադրբեջանցիներ շատ են լսում։ Ես գիտեմ, որտեղ նյութերը բառացի թարգմանած տեսնում եմ ադրբեջանական լրատվականներում։ Ադրբեջանի կառավարության արածը բնականաբար իր ռուս ջհուդական ծրագիր է։ Եթե Ալիևին կռվել են տալիս Եվրոմիության, ՄԱԿ-ի ու Ամերիկայի հետ համարելով բոլորի թշնամի, բնականաբար ջարդ է ուտելու։ Այսինքն, տեսեք ոնց է, Ռուսաստանը ոնց է հիմա աշխատում։ Քանի կար ուզում էր Հայաստանով աներ ջարդը, հետո տեսավ, որ Ադրբեջանը իրան փող կտա, նավթ կտա, թուրքն էլ միացավ, փորձել են ջարդման process-ը դնեն այստեղ։ Այսօր ռուսը ցույց է տալիս, թե ինքը Ամերիկայի հետ գնում է բանակցության լավելնելու, Ադրբեջանը դեմ է տալիս հարվածելու, այսինքն ինքը ունի ձեռքի տակից զենք։ Ինչպես Լուկաշենկոին են օգտագործում ու Բելարուսը ժողովուրդ այս խոսքերս հիշեք, Բելարուսը կիսվելու է։ Բելարուսը մինիմումը 2, մաքսիմումը 4 մարս, 5 թե 6 մարսից անցնելու են արևմուտքի ձեռքը, եթե ոչ ամբողջությամբ։ Այս խոսքս հիշեք, Բելարուսը կիսվելու է։ Ադրբեջանը կիսվելու է։ Լավագույն դեպքում Ադրբեջանի հիմա լսողները կարող են բանակցության մտնել հայ ազգային ուժերի հետ, որպեսզի թույլ տանք իրենց մաքսիմումը 11-ից 12 հազար քառակուսու վրա ապրեն։ Տեսեք, հիմա նույն այդ ծրագրի ձևն եմ ասում Օբերտոնի պատվան։ Ասածս խոսքերը անհավատալի է, հետո կդառնա արմատական, հետո կդառնա իրականություն։ Իհարկե, սա քաղաքական կողմից ընդունված չի, բայց այսօրվա դրությամբ ցավոք սրտի մենք տեսնում ենք այդպես բաներ։ Նիկոլը Արցախից եկավ Արցախը Հայաստանը եւ վերջ ու հանձնեց գնաց։ Տրամպը եկավ Ամերիկան կփրկի, այսօր վախկոտ Նիկոլի նման կենթանի է։ Դրե Իրանից հեռու Եմենին երկու հատ հրթիռ խփե, ցույց տալիս թե ես խփում եմ նայում են։ Դու Եմենի հետ ինչ գործ ունես կամ հրթիռով 15 տարվա պատերազմի մեջ գտնվող երկրին, ավելի ճիշտ եթե վերցնեն կոմունիստներից հետո 90-ականներից հետո 40 տարի կռվի մեջ գտնվող երկրին, ո՞նց ես վախեցնելու։ Չես կարող։ Դերասանություն, հասկանում եք, ինքը հարց է տալի, հես սա Գրենլանդիան էսի ենի, գնում խփում անդեղ, հես ասա Սիրիայում եղեր, սա է, մարդը չեկած իշխանության միշտ ձեռները արունի մեջ է, ձեռները արունի մեջ է, հայկական 44-այի արյան մեջ, Տրամպի իր էությամբ արուն բերող, ենքան որ ֆիկտիվ մարդ է, նրա հետևի սատանիստներ Հասկանում եք, նույն այս process-ն է, ուղղակի դեմքը դնում են Տրամփ, ոնց որ դեմքը դրել են Նիկոլ, դրանից առաջ Սերժներ, դրանից առաջ Քոչանը, Լևոնը։ Հետևի խաղացողները չեն երևում, կամ Պուտինի կողմից տրված
Լավրովը, որ այսօր իրականը տեսել եք, Լավրովին արդեն շանտեղ տնող չկա, Ուշակովն է ամեն հարցը որոշում, որի մասին ես խոսել եմ, որի այս տխրահարճած չան առաջ կովի մոտ է գնացել էր բգոն, որ Հայաստանի համար դաբրո բերեր իր մնալու համար։ Պարզա չէ։ Այսօր տեսեք արդեն Ուշակովը բոլոր հարցերը միջազգային Ուշակովն է ասում դնում։ Լավրովը Զուգարանի թուղթ։ Իմիջալոց Մատվիոն եկել է, այդքան որ այդ Գյալաբոկա ուվաժայմի Մատվիենկոին կանչում եք, եկել է Ադրբեջան։ Ունդից հետո գալու է Հայաստան, ում հետ ինչ անի։ Դուք ձև տված այլեն գրզոյ ստրիպտիզ բալեն տգլոր դեմ եք գալիս Ռուսաստանը, հիմա գալու է այդհալվես ինչ անես Մատվիենկոի։ Շրամով հանցագործ կանգա ինչն ես լպստելու, պարավի։ Պետք է գտնես, որ լպստես, հələ պետք է ջերմուկ տաս, որ հետևանքը լինի, հետո նոր գտնես լպստես։ Էսեք, ուրիշ բան չունեմ ասելու ես, պատկերացնում եք ժողովուրդ, այս քան էժանություն ռուսական շպիոնաժի մաս, ներկայացնելով Հայաստանում ցույց տալով թե հայ են, լինելով KGB-ի 10 տարի, 12 տարի անդամ մինչև այսօր, հիշեցնեմ բոլորիդ, որ KGB-ից հելնող չկա, KGB-ն ցմահա, ով հելնում է, նա գնում է այն աշխարհ ուղղակի։ Մարդիկ KGB-ի մեջ ծառայել են հատուկ նշանակության գործերով թարգմանը, ասում են մենք KGB-ի դեմ ենք։ Արա ո՞նց եք դուք դեմ։ Էդում եք ձեռ առնում։ Բա որ KGB-ի դեմ եք, ինձ հասած տեղեկությունը, որ ես դրեցի Կրասնոդար, Ստավրոպոլից ռուսական KGB-ի ուղարկած նվերը ինչի վերցրեցիք։ Էս էլ ասեք սուտա։ Ինչի վերցրեցիք։ Դու գիտես, որ KGB-ն է դի վերե լեսող սարքա, զապիսանող սարքա, թե քեզ հատուկ ուղերձեր բացիկ մեջը ճիպով։ Ինչի այդ նվերը վերցրեցիք։ Սևեր կուսակցություն։ Կամ ռուսների լեզվով որ ասեմ հայոյան քալնելու, դրա համար աշխատեք ինձ չբարկացնեք, որ ձեր կուսակցությունը ռուսների անունով չասեմ։ Դե չէ ռուսերեն ասեցի հայոյան քալնելու։ Անցնենք հաջորդ հարցին։ Անցնենք միջազգայինին, որ նաև Մակեդոնիայի տարածքում Մայդան է լինում եւ Վուչիչը, այն սիլիկոնի պրոշներով Մակեդոնիայի պրեզիդենտը, արդեն 107,000 մարդափողոցում ձերբակալություններ, վիրավորներ, ասում է դուք իմ դեմ Մայդան եք սարքում, ես դուրս չեմ գալու։ Հիշեցնեմ ձեզ, որ Վուչիչը միակ ռուսամեր ղեկավարն էր ամբողջ նախկին Հարավսլավիայի տարածքում։ Վուչիչին գայից գցելու են միանշանակ։ Ինչի, որտեղ Բոսնիայի տարածքում խառը վիճակ կա, ընտրություն ա լինում, Դոդիկը, որը նորմալ մարդ է, ազգանուն է Դոդիկ, հիմա կասեմ ինչի, Ուկրաինա, սերբական Կրաինայի նախագահն է, մարզի ղեկավարը, նա միակն էր եվրոպական երկրներից, որ 2015 թվին Եղեռնի 100-ամյակին եկավ Հայաստան։ Այնպես որ իմ համար Դոդիկը նորմալ տղա է, ով որ հարգում է հայերին Եղեռն է, ոչ թե Նիկոլի պես ասում է Եղեռ չկա, կատարում է թուրքական պետական օրակարգներ, թուրք-ջհուդական Կրեմլի բոլշևիկյան, այդ մարդիկ գոյություն չունեն, կամ Արցախ չկա, Սուրենյան չեչոտերեսներով, էլ մի օր նույնպես էլ այնքան բան ասեմ, մեջքիդ 6-րդ համարի դոշերաճի, այդ լեննական տղեկ կան, լիքը բերտից ելած խսխնած հարցակվեն վրետ, դու է գնացի ընտրության ես մասնակցում։ Ուրեմն Դոդիկին ժողովուրդ ջան ուզում է անկախություն։ Բոսնիայի տարածքում նորից փորձում են թուրքերին մտցնել, ինչի որտեղ թուրքը միշտ եղել է ՆԱՏՕ-ի թնդանոթի միսը, բայց այս այն Բոսնիան չի, որ թուրքը կարա մտնի ու իր ուսածանի։ Սա լրիվ ուրիշ Բոսնիա է, ասեմ ձեզ ինչի։ Նախ բոսնիացիները այն ժամանակ սովետից հետո վառ ճակատագիր նրանց ասում են Եվրոպան եւ թուրքերը, հիմա բոսնիացիները ես բավական շատ եմ շփվում բոսնիացիների հետ, իմիջիայլոց ասեմ ձեզ, որ բավական թասիբով ազգ են, ազնվությամբ մամեդական են, բայց իրենք գիտեք, որ մամեդական են, նույնն է ալբանացիներ, իրենք Բեկթաշիից էլ ավելի ազատ մամեդական են, իրենք իրենց համարում են ավելի շատ ապրեն եվրոպական ստանդարտով առանց մամեդականությանը զարգ տալու, ընդհանրապես, հա, մամեդական են, բայց դա ոչինչ չի նշանակում, այսպես, ոչ մեկին չես տեսնի բոսնիացիներից գնան մզկիթ, հասկանում եք, սա լրիվ թուրքական օրակարգ էր եւ հատկապես կոսովոցիները, կոսովարները, որոնց հետ ես շփվում եմ, ալբանացիները այդքան չէ, ինչքան կոսովարները ատում են թուրքերին։ Նրանք բոլորը ասում են, որ թուրքերն են մեղավոր, որ իրենց մոտ այս խայտարակ վիճակն է։ Թուրքերն են մեղավոր, որ Կոսովոն սարքեցին իբր անկախություն, երկրի բնակչության ժողովուրդ ուշադիր լսեք, 72%-ը գաղթած է, 2,100,000 այդ թիվը չկա։
մաքսիմում 600,000, բացատրեմ ինչի, չէ որ ազգը հաշվում է, ես ձեզ ասել եմ, ոչ միայն մարդ համարով, այլ հաշվում է օգտագործած, նույնիսկ զիբիլի քանակով, սննդի քանակով եւ այլն։ Իմ մոտիկ ծանոթներից մեկը, կոսովար ընկերներից մեկը, ընկեր չէ, ծանոթ տղա, մոտ ենք։ Ինքը զբաղվում է ամբողջ Գերմանիայից Կոսովո ներմուծմամբ։ Ինքը իր ներմուծած ցորենի, ալյուրի, մնացած ամեն ինչի քանակով, սննդի, կարագի քանակով, քանի որ Կոսովոն դրվել է Գերմանիայի վզին, տարեկան 1 միլիարդ Գերմանիան իր կողմից ուղարկում է, որ այնտեղ ուտեն չմահանան։ Բնակչության 70%-ն էլ այդ 600,000-ի գործազուրկ կա։ Կոսովոն ապրում է Գերմանիայի դոտացիայի հաշվին, բյուջեի հաշվին, այսպես ուղղեմ մի հատ։ Եվ Կոսովոյի բնակչությունը ասում է, գագու այնքան է քչացել, իմիջիալոց ասեմ ձեզ, որ ինքը հատուկ ծրագիր է բան արել, չգիտեմ ոնց է, իմանամ ձեզ եք ասեմ, YouTube-ով քաշում է, ցանկացած հաղորդում, հիմա ինքը լսում է։ Դնում է Google բանը YouTube-ի թարգմանիչ կա, ալբաներեն նայում է հաղորդում։ Հիմա ասում է այնքան է քչացել ապրանքը, այնքան է քչացել, ասում է, որ դու արդեն կզգաս բնակչությունը ինչքան է քչացել։ Ասում է մաքսիմում 600,000, որտեղ ասում է Պրիշտինայի օդանավակայանը, եթե սա այս 20 տարի հետո ինքը օդանավակայանի հետ աշխատում, ասենք բեռները 5 անգամ շատ էր տանում, բնակչությունը 5 անգամ շատը շարժը շատացել էր, ասում է հիմա այդքան քչացել է, ասում է։ Պրիշտինայի օդանավակայանը ասում է շաբաթը մեկ ընդունում մի հատ փոքր ինքնաթիռ Գերմանիայից։ Իսկ առաջ ասում է թռիչք եւ այլն ամեն ինչ կար։ Այսինքն այստեղից հետևություն ապրանքի քանակով թռիչքների քչանալով, որ տեղում բնակչությունը այդ իմ խոսքերը չէ, մեր ընկեր Ռահիմի խոսքերն է, ասում ընդամենը մաքսիմում 600,000։ Հիմա տեսեք, թուրքերը եկան, այն ինչ որ ռուսները արեցին, ցանկացած իբր կիսա անկախացրած մարզերի գլխին Արցախը 152,000 էր, եկան սարքին 150, հետո հայա լքեցին հանեին։ Պրիդնեստրովին 760,000-ը, հիմա Պրիդնեստրովիում 200,000-ը մտցնելու է մեջը։ 600,000 Սուխումիներ սարքին 200,000 Աբխազիան տվին ընդեղ։ 100,000 Օսետիաներ սարքեցին 20,000 կպցրեցին իրանց։ Նույնն էլ կատարվում է թուրքն ու ռուսը նույն ծրագիրն են անում։ 2,100,000 Կոսովոներ սարքել են 600,000։ 600,000, այդ 600,000-ի վրա չինովնիկներ իրանց սպասարկող մի երկու բան ու վերջ։ Էս ասում է, Պրիշտինա կարացար գործ գտնես, կգտնես, չէ կողքերը անցար վերջ։ Ոչ մի բան չկա, ասում աբսոլյուտնի ոչ մի բան չկա։ Ու ասում է այդտեղի ապրող սերբերի հետ անընդհատ կռիվ գցողը դրսի գործոններն են, հատկապես թուրքերը, որ սերբերի հետ կռիվ է գնում այնտեղ 5% սերբեր են, որոնք ուզում են նույնիսկ այդ ձևով անկախանալ, Կոսովոն զորքել չունի 5,000 զինվորա, խնդրում է Եվրոպային օգնեն, քանի որ հանկարծակի կռիվ սկսա, ուղղակի սերբերը բնականաբար ուտելու են։ Ու այս դոդիկը, որը ռուսական ժողովրդին տանում է, այսը որորդ անգամ ռուսական գիծը, սրանք պետք է գցեն։ Հիշեցնեմ ձեզ, որ առաջին համաշխարհայինը սկսվեց պատճառը բնականաբար գաղութների ոչ հավասարաձևումներ, բայց իրական նպատակ ծառայեցրեցին սերբական Մայև միություն կուսակցությանը ԱՊԻՍ-ի գլխավորությամբ գնդապետ, պաշտոնաթող գնդապետ, ռուսական դեսպան Արտեմիևի կողմից եկած հրամանով, որ սպանեք Ֆրանց Ֆերդինանդին Սարայևոյում, որտեղ էլ սկսվեց տեղում 5,000 սերբերի կոտորած եղերն են արել։ Այսինքն միշտ սերբերին ռուսները օգտագործել են ոնց որ հայերին իրենց հարցը բերելու համար, բայց քանի որ սերբերը սլավոնասկ են, իրենք ռուսները մի քիչ փորձեցին նրանց ավելի լավ վիճակ դնել։ Սերբիային մեծացրեցին խորհրդային միության ժամանակ հասցնելով մինչև 256,000, բայց հիմա 70,000-ի վրա է ապրում, այսինքն 5-6 անգամ գցեցին պետությունը։ Սա է ամբողջ էությունը, որ այսօրվա դրությամբ Սերբիան դեռ չի կարողանում դուրս գալ խաղից։ Ինքը եվրոպական բավական կարևոր գետերի վրա էլեկտրաէներգիա ունեցող զենքի մեծ արտադրող երկիր է, բայց քանի որ Դոդի բանի պես Վուչիչի նման սիլիկոնի պրոշներով հիմարներ կան, նա կապում է Ռուսաստանի հետ, որն է սերբերի բախտը որոշում է։ Խորվաթիան անկախացավ Սերբիայից 5 անգամ լավ ապրում։ Սլովենիայի մասին չեմ ասում, Սլովենիան համարվում է արդեն արևմտաեվրոպական երկրներից, նույնիսկ Հունաստանից զարգացած է համարվում։ Որտեղ Սլովենիան այնպես եղավ, որ ինքը մտավ բանկային գործի մեջ Ավստրիա, Իտալիա, Գերմանիայի, այսօր Սլովենիայից ոչ մեկ ոչ միտեղ չի գնում։ Հայաստանից փոքր երկիր է, կոմպակտ, ընդամենը 60 կիլոմետր ունի ծովի հետ սահման, Ադրիատիկ ծովը իր համար ապրում է լեռնային։
Պարզը ինչի եմ ես ես պատմում, որպեսզի ցույց տամ, թե ինչ ա լինում, որ մեկը ռուսի հետևն ա բռնում, որ Հայաստանի բոլոր ղեկավարները սկսած Նիկոլից զանգում ա, Պուտին ջան, вот այդ բութմատը լպստեմ, ճիշտ ասի, այդ հանձնելու հարցով պայմանագրի։ Էն էլ չէ, աննասուն լրբի տղա, ճիշտ չասիր, ես Ալիևը քեզ կպատասխան։ Էն էլ այ համբալ, ես քեզ չեմ վստահում Ալիևը Նիկոլ։ Այս ամբողջ։ Պարզա չէ, ինչի եմ այսքան մանրամասնում, որպեսզի ձեզ բացատրեմ, թե ինչի է տանում, երբ որ երկրի ղեկավարը բերում դնում են փչած դիկտատորի։ Անինքնասեր հəl իր տունը նայեք վիդեոները կա, այդ փնթությունը, այդ ոչիլը, այդ տամիջ, այդ սատանիզմը գտան հատուկ Հայաստանից դրան դրին։ Անցնենք, Նիկոլի ժամանակ անցնելու է, Նիկոլը չի մնալու ժողովուրդ։ Հայաստանը չի կործանվելու, ոչ էլ Արցախը, ով որ մտածում Արցախի հարցը փակված, ինքը համարում եք թշնամի։ Այդ մարդուն փողոցում որ տեստեք, քանի որ Հայաստանում դա ընդունված է դրա համար չի դատվում, անում ազգային ժողովի նախագահը թքում է ժողովրդի վրա, մերը միջամտա ցույց տալիս իր ախրանիկները բռնել ինքը թքում է քաղաքացու վրա, կարակ թքեք վրան, որտեղ ունենք նախատիպ, ազգային ժողովի ղեկավարը չի դատվել դրա համար, թքեք վրան, վերջ։ Անցնենք հաջորդ հարցին, միջազգային հարցերից ես կներկայացնեմ այսքան, որովհետև հուսիտների հանդեպ կրակոց այս պատերազմները սա ուղղակի ստեղծված է շեղելու հիմնական թեմաներից, աշխարհի նաև գլոբալ շեղման թեմաներ կան, չէ՞։ Ստից իբր դրել է, ես ԼԳՏԲ-ն փակել եմ, սուտ։ Ոնց կարա Ամերիկայում փակել, որ Ամերիկայի ամբողջ ղեկավարության մեջ տանստած է։ Բա որ փակել է Նիկոլ Փաշինյանը Հայաստանի 35 տարվա ղեկավարների ինչ գործ ունեն կենթանության մեջ։ Իրանց պետք է բոլորին կախեին։ Բա որ փակել են ինչ գործ ունեն մնացած հիմնարկները Ամերիկայում։ Սանտա Մոնիկա փողոցի վրա կատարված այդ շքերթները ինչ կապ ունեն, որ փակել ես։ Հա, տղամարդկություն ես, դե մարդ պետք է տղամարդկություն ունենա, որ տղամարդկություն տնի։ 80 տարեկան չի կարող շարժվի այդ մարդը կենթանին։ Ես իմ մողեսի տեսքով դրած մազերով, պարիկով մարդը ինչ պետք է անի։ Սև ու սպիտակ գրիմ արած։ Կենթանի հետ, դուք չեք պատկերացնում, դա սողուն է։ Դա ոնց որ կենթանի լինի, գրիմ են անում աշկերի մոտ սպիտակ ընդեսև։ Դա ինչ այլասերված երևույթ է, որ դրան ընտրիկ ու հավատացի։ Ու Ամերիկայի ժողովուրդ զգում եք, որ Ամերիկան քանդելու են։ Քանդելու են մի քանի մարզի, կտեսնեք, էս էլ է լինելու։ Այն նույն էս անհավատալի Օվերտոնի պատուանի բաներն է, որ մենք անընդհատ ասելու ենք։ Բաներ կա աշխարհում անհավատալի, որ քնից ելում եք դառնա հավատալի։ Վերջին անհավատալի բանը ոչ մեկ չէր մտածում, որ բաշակը թողեք փախնի։ Այդքան պայքարի, երկիրը դնի, ստաբիլացնի, այո, հոպ, մի գիշեր ելին փախնի։ Նույնն է Նիկոլն անելու, նույնն է մյուսները։ Եվ ինչ վերաբերվում է Գրենլանդիայի հարցին, Գրենլանդիայում ցույց են հելը, թե մենք Ամերիկայի հետ չենք ապրելու, չենք ուզում ապրենք։ Ինչ անելու զորք համացնելու, որովհետեւ մեկը սրան հավատում է, որ զորքով ջարդելու են, նվաճում, հա։ Նվաճում է լինելու։ Նվաճում, այսինքն պատերազմ Եվրոպայի հետ։ Իսկ ինքը որ նախատիպը տա նվաճման Ռուսաստանի ինչ անելու։ Իրար հետ են խաղում նույն սև ուժերը։ Ռուսաստանը 5 վայրկյանում մտնելու է, ուր ասեմ, ուր ուզի։ Կասի Մոնղոլիան այդքան տարի ռուսերեն են միջև հիմա գրում, իմ թևի տակ ա եղել, հիմա ուզում է Ճապոնիան վերցնի, հաշվի առնելով Չինաստանի եւ Ճապոնիայի փողային եւ առավելությունը ռազմական, ես մտնում եմ Մոնղոլիա։ Անտես կմտնի Մոնղոլիա, կհասցնի շարունակությունը։ Կասի Ղազախստան բանը լրիվ իմ կազմի մեջ են հասնեմ Աֆղանստան, Պարսկաստան եւ այլն ու կսկսի բան, հա Թուրքը Հայաստանենի տենց։ Տրամպը սրան չի գնում, շոր, Տրամպը գրում է Մուտիլովկայի ոնց որ Նիկոլ։ Ինքը հերթական շարլատան էժան Մուտիլովչիկն է, ինչ որ Նիկոլը։ Հələ եթե այնպես չլի որ իրան խփեն կամ ինքը հանկարծամահ լինի, այսպիսի բաներ լինում է քաղաքականության մեջ։ Պարզ։ Անցնենք մյուս պատմական մասին, Ժողովուրդ ջան, որը Հայաստանին է վերաբերվում, ես միշտ պարբերաբար ներկայացնելու եմ Հայաստանի կամ հայերով բնակեցված պետություններ, մարզեր, որոնք բոլորի աչքից վրիպել են։ Վրիպել են, մարդը արդեն ասում է Ղարաբաղը մերը չի, բա որ Ղարաբաղը քոնը չի կամ դու գնացել ես ընտրության, դու գնացել ես քույրիկ Արամի հետ, խորտ քույրիկ Վազգենի Արամի հետ, այն ասում է շուրնուխա հայկական չի, Վազգենը գերեզմանի մեջ դառավ վենտիլատոր ենքան ֆռած։ Բայց դու դրա հետ ես գրում, այսպես սինլեքորները Երևանում ինչ գործ ունեն։ Ես կպատմեմ այսօր Փապլագոնիայի մասին։ Փապլագոնիան դա այն երկրամարսն է, որտեղ մեր թվարկությունից առաջ 3-4 դարերից ու շատ ելիս եք։ Մեր թվարկությունից առաջ աշխարհի երկրների 90%-ը դեռ չկային։
95%-ը ես կասեի, չկան 98%-ը։ 5-6 երկիր կար մեր թվարկությունից առաջ 3-րդ դարում։ Կար հայկական պետություն։ Այս մասին գրել է Օրեն Տրեադոր-Գոլդը, գրել է նրա մասին, որ այստեղ հայերը եղել են 3-րդ դար մեր թվարկությունից առաջ, եւ հայկական պետության եւ հայկական անուններով իրենք պատկանում են արամանյակ կամ արմենի շուպրա կամ արմենյան ցեղերին։ Փափլագոնյան իրենից զբաղեցնում է Սինոպից, Թուրքիայի քարտեզը որ վերցնեք, Սինոպից դեպի Սևծովի ամբողջ ափը, դեպի գայս է Եվրոպա չհասած Կոնստանդինոպոլիս եւ ներքև մինչեւ Անկյուրիա 50,000 քառակուսի կիլոմետր տարածքա, որի վրա այսօր կարող եք վերցնել նայել հիմնական ափերը Զանգուլդակ, Չանկի, Չորում, Կաստամոտու եւ մնացած թուրքական իլերն են, այսինքն վարչական բաժանումներն են։ Հիմա տեսեք, այս տարածքի վրա, որ Արմենի շուպրա արմենյակների տարածքն է համարվում, բնակչության մեծ մասը կրկին անգամ հայեր են եղել։ Մինչև 7-8-րդ դարերը, 9-րդ դարը նույնիսկ, այստեղ հայերի գերակայությունը եղել է։ Մայրաքաղաքը եղել է Գանգրան, որ այսօր ասում են Չանկրա, դե թուրքերը մի տար փոխելու են, ասեն, չէ, Գանգրան, միգուցե Գանգրահեր կամ ուրիշ բան, ըստ պատմաբանները փորձում են վերացել, թե այստեղի ազգը ուրիշ է եղել, դա ուրիշ բառանշանք է։ Ոչ, հարգելիներս, Գանգրան հայերենի հետ Գանգրայի բառն է, որ կապված է հայերեն Գանգրահեր կամ Գանգրատեսակ, կապ չունի։ Այդ նույն բանն է, ոնց որ հիմա ասենք խախաղ գետը, խաղաղ բնակավայրը կամ խաղաղ է կամ խաղ, խաղտվող ասեն ադրբեջանական, այն նիկոլություն էլի։ Լրիվ նիկոլություն։ Իմիջիալոց նիկոլությունը պիտի մտնի հայոց խոսքի մեջ մեր քրֆելու համարժեք հայոյանք։ Այսօրվանից մտցրեք նիկոլությունը մեր քրֆելու համարժեք հայոյանք։ Ոնց որ մարդուն մեր քրֆես։ Ուրեմն երբ որ այս տարածքում բնակվել են հայերը 3-րդ տարից արդեն հիշատակվում է մեր թվարկությունից առաջ, հայեր են բնակեցվել, այս տարածքի հիմնական բնակչությունը նաև եղել են հռոմեական կայսրությունը միշտ ուզել է բնականաբար նվաճի ծովափի հետ կպնի, բայց Պոնտոսի թագավորության ժամանակ եւ հայերի թագավորության ժամանակ ղեկավարությունը միշտ եղել են հայ կամ միասին գործող։ Այս տարածքում հսկայական քանակությամբ հայեր են նաև ապրել, երբ որ համշենները սկսել են տարածվել, այսօրվա դրությամբ էլ Կաստամոդուի եւ Զանգուլդակի բնակչության մեծ մասը ժողովուրդ համշեն են կամ ծպտյան հայեր։ Այս տարածքում ապրող հայերին նույնպես ենթարկվել են եղեռնի, բայց եղել է տարբերակ, որ նրանց մի մասը, քանի որ համշեն են եղել, կարողացել են ճողոփրեն, դրա համար այսօր այս տարածքում շատ ապրում։ Հիշեցնեմ ձեզ, Սինոպից դեպի մինչև արդեն պոլիս ընկած ճանապարհն է Սևծովի բերանով եւ խորությամբ մինչև ներքև։ Ահա այս տարածքներում հայերի ապրելու համար, եթե նշել են անգլիացի, գերմանացի պատմաբանները, հիշել են հռոմեացիները, սրանք ով են, որ ասեն մեր պետությունը տեղ ա եղել թուրքերը։ Դուք հասկանում եք, ես մարզ գալիս եմ դեպի Եվրոպա Հայաստանից։ Սկսել եմ տայք, չէ՞։ Սկսում եմ բարձր հայք, տայք, փոքր հայք, առաջի հայք, երկրորդ հայք, երրորդ հայք, չորրորդ հայք, փոքր հայքի մարզեր, Օստրոյին է, Օրբանիսեն է, որոնք հունական անվանումով գրանցվեցին, քանի որ իրենք բանակաթեմով լատին եկեղեցու տակ էին, լատինների պետության տակ էին, հույն չկա, լատին բյուզանդիան էլ պայմանական միավոր հռոմեական արևելյան կայսրություն, որը հետագայում իր վրա վերցրեց գերմանական կայսրությունը, քանի որ հռոմեական սրբազանը դառավ Գերմանիան, իսկ արևելյան կայսրությունը Österreich, Ավստրիան, արևելյան կայսրությունը նկատի ունենալով շարունակություն, քանի որ Ավստրիան տիրում էր Բալկանյան մասին, արևելյան կայսրության։ Եվ ես քիչ ես գալիս եմ, լավ, այստեղ որտեղ են թուրքերը։ Թուրքերը հաստատվել են այստեղ Մանասկերտի ճակատամարտից հետո էլ չէ, արդեն հետագայում սելջուկները, որ եկան Օսմանյան կայսրության, Օսման չկար հələ, թուրքերի հետ կռվելով, հետագայում եկան օսմանյան ցեղերը, վերջում ցեղերից մեկը հաստատվեց, հայերին բնականաբար կոտորածից հետո, մամեդականների հսկայական քանակությունից հետո, զոնքերի, վաճկատուն ցեղերի եւ այլն, արդեն Բյուզանդիան իրեն հռոմեական կայսրությունը իրեն հետ քաշեց, այս տարածքները անցավ թուրքերի։ Այսինքն ընդամենը 450-500 տարի է, որ այս տարածքները թուրքերին են։ Դրանից առաջ 1800 տարի բնիկ հայկական տարածքներ են։ Որևէ մեկը եթե սրա դեմ կասկածում է, թող ինքը դնի, պատմի ու հապացուցի։ Սա գնում է նաև կոնկրետ այս հարցը թուրքերին եւ ադրբեջանցիներին, որոնք հիմա իմ հաղորդումը նայում են։
Դա իմ խոսքերը չեն, դա մենակ ես չեմ ասում, ես չեմ ասում Պուշկինը հայ է, ազգանունը Գնդացիրյան, կամ չեմ ասում Շեքսպիրը հայ է, ինքը Շեկայեղը անունը Իսպիր, դրել են Շեկիսպիր։ Ես սրա մասին չեմ ասում, ես ասում եմ այն մասին, ինչը գոյություն ունի իրականում։ Բացեք գերմանացի, անգլիացի եւ մնացածի խոսքերը, նայեք եւ հռոմեացի պատմաբանների։ Եղավ, այնպես որ Թուրքիա պետությունը դա հայկական հայ ժողովրդի դիակների վրա ստեղծված սատանիստական կառույց է, որ իրենից ներկայացնում է էթնիկ 10% արյունով քոչվորացեղ, մնացած բոլորը խառնուրդներ, որը վաղ թե շուտ, իսկ ես գիտեմ, որ շատ շուտով բաժանվելու է։ Դրա համար եմ ասում, թուրքերը եթե լավ լինեն, նույն Ադրբեջանն է, դուրս կգան հայկական ազգային ուժերի հետ իրենց փրկության։ Թուրքիան ունի մի փրկություն, ինքը ընդունի քրիստոնեություն, հայկական հողերը վերադարձնի ու մնացած տարածքի վրա երաշխիք ստանա, որ հայերի կողմից պիտի ապրի։ Իսկ Ադրբեջանը ունի մեկ փրկություն։ Դուրս կա Հայաստանի ազգային ուժերի հետ, որ խնդրի իրենց գոնե 11,000, 10-ից 11,000 քառակուսի կիլոմետր տեղ տան, որպես քոչվոր իրենց աքսոր չլինի, կակրած ծովն էլ հատկապես ծովն էլ արդեն իջել է։ Ոտքով անցնում եք 3-ից 4 կիլոմետր ծովափը հեռացել է Ռուսաստանի կողմով, ժողովուրդ տեղ կա 50 սանտիմետր է կասպից ծովը։ 50 պատկերացնեք ծնկի չափ։ Կարակ անցնեք ձեր պապենական Միջին Ասիա եւ ոչ թե անցնեք Ռուսաստանի սահման, որ կոտորվեք, ասել եմ ձեզ։ Ջամբուլի մարզ, հիշեք խոսքս, Ջամբուլի մարզ, ադրբեջանցիներ, ձեր տեղը Ջամբուլի մարզն է։ Թուրքերն էլ կգան այդտեղ, բայց մի քիչ ուշ, ինչի, որտեղ դեռ հարցեր կա Թուրքիայի։ Իրենք ցավացրել են Եղեռնի ենթարկե 3 միլիոն հայ։ Իրենք ցավոտ են գալու այդտեղ։ Ցնցոտիներով եւ այլն։ Այն ինչ սարքում են Սիրիայի ալևիների գլխին, հայերի գլխին, ասորիների գլխին, հույների գլխին, եզդիների գլխին, մեկին 10,000 անգամ բազմապատկվելու է, լցվի թուրքերի գլխին։ Այս խոսքս հիշեք, վերև Աստված կա։ Աստված ունի համբերություն, բայց ունի դաժան պատժելու նաեւ ցանկություն եւ անումը։ Եթե այտենց լիներ, այսօր մոնղոլական կայսրությունը չէր վերանա, հռոմեականը չէր վերանա, բյուզանդիան չէր վերանա, անգլիական կայսրությունը չէր վերանա, ֆրանսիականը չէր վերանա, եւ այսպես շարունակաբար։ Չինական կայսրությունը չէր վերանա, ճապոնականը չէր վերանա, գերմանականը։ Աստված ունի պատժելու ժամանակ։ Եվ դիրքերը ընենց է խառնում, որ մարդը ընդամենը ինչ է, միջոց է։ Նայեք մի հատ երկնքին ժողովուրդ ջան, տեսեք ինչ մեծություն է ամպերին, որ գնում են։ Մի 3 րոպե նայեք, ու տեսեք ձեր դիրքը ինչքան փուճուր է, որ դուք մեկին նեղացնում եք, ինչքան չնչին ակնթարթեք երկրագնդի վրա։ 4.5 միլիարդ տարի գոյություն ունեցող երկրագնդի վրա մարդը այսքան բան է։ Մաքսիմում 70, միջինը 70 տարի ապրող մարդը 0 է, պատմության մեջ մի տող է, չէ՞։ Մի տող եք ասում, նույնիսկ կես տող, տեղ կա պատմություն ասում են, այս ազգը ապրել է օրինակ, Խորեզմը ապրել է, ասենք, ներողություն, Խորեզմը չէ, խազարները ապրել են 9-ից 12-13-րդ դար, 5 դար մի բառով հանենք։ Դու պատկերացնես մեջը քանի հատ մարդու կյանք կա, քանի 100,000 միլիոն։ Այսքանով ավարտում եմ այսօրվա հաղորդումը, մաղթում եմ ձեզ լավ օր հարգելիներս։ Հասկացեք եւ միշտ եղեք տեղեկացված ու վերլուծած։ Ես ինչի եմ ներկայացնում, որպեսզի դուք ցանկացած գործին նայեք տարբեր ֆորմատներից։ Ոչ թե կարդակ, ասենք, այս ասին sense, всё, տենց է կարդացնեմ։ Չէ, փորձեք մեկնաբանեք, գտեք, հետաքրքրվեք։ Իսկ այն մարդը, որը նայում է հարցերին տարբեր ռակուրսներից, ինքը ճիշտ է կարողանում կողմնորոշվի ցանկացած ժամանակ։ Խնդրում եմ կիսվեք նաև ձեր երեխաների բարձր դասանի եւ ուսանողների հետ պատմական մասը, որպեսզի իրենք էլ կարողանան փորփրեն, գտնեն, անընդհատ ուսումնասիրեն, որի արդյունքում իրենք լինում են զարգացած կյանքի հանդեպ պատրաստված, ուժեղ եւ ուղեղով, իսկ ուղեղով մարդուն խաբելը դժվար է։ Բացատրեմ, ծեծով եթե լիներ, աշխարհում դարերով կոտորում էին, բոլորը կդառնային այդ իշխանությունների մեջ։ Ուղեղն է կարևորը, մտցրին քրիստոնեությունը, սարքեց Քրիստոսը ճիշտ մարդեր, վերցեցին դա սարքեցին զենք, հռոմեական կայսրությունը 300-500 տարվա Հայաստանի համար պայքարում, Հայաստանին խլեց պարսիկներից։ Վերջ, խլեց Հայաստանի պարսիկներին։ Իսկ եթե ճշգրիտ վերցնենք Տիգրան Մեծի պետությունից հետո, Հայաստանը կար 300-ամյա պայքարում, խլեց հայոց թագավորները տրտտեց պարսիկ էին, բոլորը արշակունի էին։ Ինչ արեց, քրիստոնեությունը սարքեց, զենք մտցրեց Հայաստան,
Կոտրեց գնաց պարսկական, հայերը հեռացան դառան հռոմեական, եվրոպական, բնականաբար հայի համար էլ վատ գնաց, քանի որ իրենք քրիստոնեություն ընդունեցին որպես զենք, պարսիկից հեռացավ եւ երկիրը փոխվեց։ Նույնն է սա կոմունիստական վիճակը։ Կոտրեցին ժողովրդի կյանքը, իջեցրեցին գետին, գաղափարախոսություն, Աստված չկա, սատանիստները եկան, սատանի աստղը վերցրեցին, Լենին բերեցին։ Նույնն էլ հիմա դրա շարունակողներն են։ Աստված կա, բայց սատանիստը խփացա Հայաստանի իբր ամենամեծ հոգևորականի դոշին, որը Պուտինը տվեց մի 8 ամիս առաջ։ Հասկանում եք, ինչքան ցավալի բաներ է կատարվում մեր հետ։ Դրա համար միշտ եղեք տեղեկացված, եղեք ավելի մտածող, վերլուծող, որ ձեզ չկարողանան խաբել։ Ամեն ասացին մի հավատացեք, ինչպես ազգային հին ավանդույթն ասում, ամեն փայլուն բան ոսկի չէ։ Փորձեք սկզբում նայել, հետազոտել, նոր կարծիք հայտնել։ Մաղթում եմ ձեզ լավ օր, ստեսություն եւ միասին բերեք կրկնենք մեր բարեմաղթանքը, ուղարկենք առ երկինք, որպեսզի իրականանա Աստված միշտ մեր հետ է։ Իսկ այն մարդը, ում մեջ կա Աստծո մասնիկը, ուրեմն ինքը հայ է, քանի որ հայ լիգի ասել եմ, հայ անգլերեն, գերմաներեն նշանակում բարձրյալ սուրբ, գերմաներեն հայ լիգեն սրբազան։ Դրա համար հայը դա նյութական արժեք չէ, հայը դա հոգևոր արժեք է։ Իսկ ով նյութին է գնում հայ ասելով, ինքը էլ հայ չի։ Ինքը վերանում է այդ մասնիկը Աստծո իր մեջից վերանում է։ Ինքը դառնում է իր ապրանք, քանի որ դու գնում ես այս նյութին, ինչ արժեսի լավն է իմնա, այս բանը ինչ արժի լավն է իմնա, վերջ դու դառար նյութ։ Նյութ։ Եվ բերեք միասին աղոթենք, չերկարացնենք եւ ավարտենք հաղորդումը։ Աստված թող արժանի պատժի հայ ազգի ներքին եւ արտաքին թշնամիներին, հատկապես ներքինին, որովհետեւ նրանք անտեսանելի են, զզվելի են, լկտի են, ամեն ինչի տակ կմտնեն եւ թիկունքի ստանակով կխփեն։ Աստված թող արժանի պատժի ամալեկների թշնամիներին։ Հաջորդ տարին Արցախում, հաջորդ տարին Նախիջևանում, հաջորդ տարին Գանձակում, հաջորդ տարին Բագարանում, հաջորդ տարին Վանանդում, հաջորդ տարին Մուշում, հաջորդ տարին Վանում, հաջորդ տարին Կարինում, հաջորդ տարին Սասունում, հաջորդ տարին Բաբերդում, հաջորդ տարին Կիլիկիայում, հաջորդ տարին Անգորայում եւ հաջորդ տարին Պոլսում։ Ամեն։